Տրամաբանական հարցեր իմպուլսիվներին։ Այսօրվա մասնակիցներն են Նարան և Դավիթը։ Փուլ առաջին. անսպասելի հարցեր, ունեք 1 րոպե ժամանակ։ Ինչպես կվաճառեիք հովանոց այն մոլորակի վրա, որտեղ միշտ արև է։ Ինձ թվում է հովանոցում ես պետք է գա, որ պաշտպանվենք արևից եւ չարևահարվենք։ Ես էլ եմ նույնը մտածում։ Եթե ժամանակը կանգներ, ինչ կլիներ ձեր առաջին քայլը։ Եթե ժամանակը կանգներ, ես սկզբում կգնայի, փող կվերցնեի, փողը կծախսեի տուն չունեցող մարդկանց համար։ Իսկ ես երևի թե կվերցնեի իմ երազանքի ավտոմեքենան եւ ինչքան կուզենայի կքշեի։ Ինչպես կբացատրեք Wi-Fi-ը 19-րդ դարում ապրող մարդկանց։ Օրինակ, ես մարդկանց կբացատրեի, թե առանց ինտերնետի ոչ մի բան չես կարող անել։ Այնքան են բարձրացել տեխնոլոգիաները, որ հիմա դասերը արդեն կոմպով են անում ու հատուկ ծրագրերով։ Օրինակ, եթե իրենք այն վախտերը փետուրով էին գրում, իրանց կասեի, որ կարակ հեռախոսով արագ գրեք։ Հասնենք երկրորդ փուլին։ Այստեղ մենք ունենք ֆլոմաստեր, բանալի եւ բլոկնոտ։ Փորձեք մի գյուտ հորինել, որով մարդիկ կարող են ինչ-որ հոգս թեթևացնել։ Եկեք տեսնենք, թե ինչ հարցեր են գրել։ Բլոկնոտի վերջին էջում տեղադրել սաղ բալանիները, իսկ դիմացի էջում գրառումներ կատարել։ Իմ գյուտը այն էր, որ կարելի էր բանալին, ֆլոմաստերը եւ բլոկնոտը իրար կպցնել, այտենց համ հարմար կլիներ, համ կարայր բալանիով դուռը բացեիր, համ ֆլոմաստերով բլոկնոտի մեջ գրեիր։ Հաջորդ անգամ մյուս իմպուլսիվների համար դուք կմտածեք 2 հարցեր եւ այդ 2 հարցից 1 հարցը ես կընտրեմ։ Հաջորդ փուլի մասնակիցներին կտանք այս շիշը թող տարօրինակ ձևով բացատրեն։ Ես հաջորդ փուլի երեխաներին մարտահրավեր եմ ասում, որ կարողանան այս գրիչը այնպես ներկայացնել, որ մարդ ուզենա առնել այս գրիչը։